հոգի։ Ես պատակակացին եմ, մար ես վարդ է բուրավել, երբ պարում է ողի հետ, այ է դաշտի ծողատակ, ալկակացն է սրտաբար, նրան գարնան դանթերն են, ես է նրան բալիկն են։ Մեր կաղծոտ են, մեկ ծիծաղկոտ, զտվում եմ ես դեպի վեր, սիրում եմ լույս ուստվեր, ցերեկը քուն է մտնում մայրամուտի ժամանակ, անգարում եմ ուժիկում, աչիկներով սպիտակ։ Ժամանակով մի մարդու կնիկ է լինում, այս մարդու կնիկը իրար հավաներից չեն լինում։ Ով է գրել? Հովհաննես Թումանյան։ Երևում է խելացի տղա, դու պատասխանեցիր իմ երեք հարցին, թույլ եմ տալիս կազմիր ծաղկեփուր, դարձերակ թույլ արժանի ետրը, և կարծում եմ շատ ուրախանամ քո նվերով։
ձեր շատ բարիք ու համբույր, ձեր աշխարհի ծաղիկները, բարիքները աշխարհի, թող ձեզ համար նոր գարունը ամբողջ տարի տոնի։ Իրավունքների մեջ դեռևս չի մտել, սակայն մեր երեխաները կարողացան մեզ հաղորդել գարնան շունչ ու ոգի։ Ամրապնդվեց երեխաների գիտելիքները գարնան մասին։ Երեխաներին հնարավորություն է ընձեռված ինքնուրույն կողմնորոշվելու, ինքնահաստատվելու ու դավդելու։ Կարծում եմ, որ Ռոբերտը հիասքանչ կատարեց իր հանձնարարված առաջադրանքը։ Ռոբերտի որոշումներից համար անակնկալ է և ոչ մեկս չգիտեին, թե նա ում պետք է նվիրեր ձեռքերթուղճը։ Եվ այս ցերեկույթով կարևորվեց նաև այն, որ սիրելի ծնողներ, ձեր երեխաների համար ամենաթանկ նվերը նրանց ամեն մի վայրկյան ապրած խինն է ու բերկրանքը, նրանց արտասանած խոսքը, երգն ու պարը։ Սիրեք ձեր երեխաներին ու միշտ եղեք նրանց կողքին։ Շատ շնորհակալություն նման գեղեցիկ ու նագեղ ճանաչողական հանդես կազմակերպելու համար։ Պատկերացնում եմ, ինչպիսի տիտանական աշխատանք էր պետք կատարել երեխաների նման աստիճանի հասցնելու համար։ Շնորհակալ եմ մանկապարտեզի ամբողջ կոլեկտիվին, ծնողներին աջակցելու և երեխաներին նման գեղեցիկ հաճելի պահեր պարգևելու համար։ Շնորհավորում եմ ձեզ, սիրելի մայրեր, քույրեր, սիրելի ծնողներ, այս գեղեցիկ միամսյակի կապակցությամբ։ Երևի թե տարվա բոլոր եղանակները յուրովին գեղեցիկ է, բայց գարունը ամենագեղեցիկ եղանակն է, գարունը վերածնունդ է։ Գարնանը բնությունը արթնանում է խորքից։ Քաջարանյան գարունը մի քիչ ուշանում է, բայց մենք ստեղծեցինք գարնանային տրամադրություն։ Շնորհակալություն երեխաներ մեզ հիասքանչ միջոցառում նվիրելու համար։ Սիրեք ձեր երեխաներին, որ ձեզ միշտ նման գարուններ պարգևեն։ Հայհայեք ձեր երեխաներին գարնան ծաղիկների պես, չէ որ նրանք են զարդարում մեր կյանքը։